աշխատանքային այցով այո Փաշինյանը Մոսկվայում է։ Բայց այս անգամ հետաքրքիր բան ասեց Փաշինյանը այս կապակցությամբ, Ապա որ հարցրեցին, ասին ձեր առաջարկով է, ասեց իհարկե իմ առաջարկով է, կան մեծ պետություններ, կան փոքր պետություններ, ասեց ես չեմ նստելու սպասել, որ ինձ հրավիրեն, ասեց պարչի, որ ես պիտի ասեց առաջարկեմ, ինչպես ասեց Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան մի քանի երկիր բան արեց, որ այսինքն մենք մեր տեղը լավ ենք ճանաչում սկզբունքով էլի։ Դա ասեց հակառակը պնդելը դա իրատեսության հետ խնդիրներ ունենալ է։ Այդ հարցը հրավիրեն էլի։ Այդ հարցը որ բարձրաձայնեցին, դա նաև գնահատական է մեր լրատվական մակարդակին, որովհետև թե լրագրողը այնց եկնելով ասում է, բայց դուք եք խնդրում, որ գնաք պարզ չի, որ այդպես պիտի լինի, էլի, հա, առավել ինչ որ բաներ մտածել, ուրեմն իրականության հետ կապը կորցնել է նշանակում, բայց այսօրվա եթերից առաջ մի դիտարկում աչքիս տակ ընկա, որ ուզում եմ սկսեմ։ Ազգային ժողովի պատգամավոր հայտնի դաշնակցական Գեղամ Մանուկյանը մի քանի տող է գրել 18 տարեկան այն երիտասարդի կալանավորման փաստի առնչությամբ, ով մեղադրվում է վարչապետի գլխին ծոծրակին հարված հասցնելու փորձ կատարելու մեջ, եւ գիտեք, նա երկու եղբայրներ էին, մեկին բաց թողեցին, իսկ հենց այնով որ ձեռքը պարզել էր, որ պիտի հարվածեր ու թիկնապահների միջամտությամբ դա տեղի չունեցավ, իրան կալանավորել են, այսօր որոշվեց 2 ամիս ժամկետով, մայրը դատարանի բակում ու կիսաուշաթափվեց, առողջությունը վատացավ, միացենց իրավիճակ, բայց այսօր գրառումը մի ժամ առաջ հետևյալն է. այս իշխանությունների ատելությունը 18 տարեկանների հանդեպ սահմաններ չունի։ Հիմա սա եթե ասի էլի մեր հարևան Լաուրտյան, ես կասեմ դե հիմա կինա, հիվանդա մի քիչ, վատ առողջա, նեղված է, մի խոսքով իրավունք ունի։ Բայց երբ որ սա ասում է երկար տարիների քաղաքական գործիչ, էլ դաշնակցական, դա շատ հետաքրքիր բան է։ Հա, ու ընդհանրացում է, որ 18 տարեկանների նկատմամբ պատելություն է, կեսին տարան երաբլուր, կեսին էսարին, հիմա էլ կալանավորում են, դուք չեք ամաչում ժողովուրդ։ Ինչի չեք ասում, որ այդ մարդը անկախ ձեր վերաբերմունքից իշխանության այսօրվա ղեկավարին, կառավարության ղեկավարին, հարվածում է, հարվածի փորձ է անում, եւ դա երևում է կադրում, դա ենթադրություն չի, դա բան չի, դա երևում է, նկարած կա։ Բայց չկալանավորեն ինչ անեն, մեդալ տան։ Գիտեք հետաքրքիրն ինչն է, երբ որ Քոչարյանին ռոբ ասելու համար սրճարանում ծեծելով սպանեցին, այդ նորմալ էր, այդ մասին չեն խոսում, բայց երբ որ մեկին որ իսկապես ակնառու կերպով երևում էր, որ ուզում էր հարվածել, այսինքն տեղում կարող էին այդ մարդուն ես չգիտեմ ինչ անել, հենց որ հարցակվում է թիկնապահների պարտականության մեջ է մտնում, համար մեկ պաշտպանել այն ում որ պիտի պաշտպանես, հա։ Եվ այդքանից հետո հա, դե սա արդեն գիտեք ինչ, ցանկացած մարդու համար հասկացող քիչ թե շատ ցույց է տալիս թե ինչ վիճակում են իրենք, փրփուրներից են կախվում։ Եվ էլի եմ ասում, ախր այդքան մարդկություն ունենան, հենց իրենց օգտին, գոնե ասեն գիտեք ինչ, այո, ինչքան էլ բանա մենք դատապարտում ենք երկրի ղեկավարի վրա չի կարելի նման բան։ Մի հատ sense նախադասություն գրեն, էլի, որ մարդիկ ասեն, այո, սրանք էլ են մարդ, էլի, սրանց գլուխն էլ է աշխատում։ Բայց չէ, իրանք մինչև վերջ շահագործում են ցանկացած հնարավոր էպիզոդ, ցանկացած բան, որպեսզի սև անեն, ցեխ անեն, ինչ ուզում են, ինչ փորձ ուզում են անեն, բայց պարզ ճշմարտություններ կան, որոնց շուրջ մեկնաբանությունը adekvat շարադրելով, վստահ եմ ավելի շատ բալ կհավաքեն։ Ասենք դաշնակցությունը, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք է կազմել եւ Ռոբերտ Քոչարյանը իրանց վարչապետի թեկնածուն է, իրանք չգիտեն ոնց է եղել եւ արդյոք հենց իրանց ղեկավարությանը երկրորդ նախագահին որևէ մեկը կարող էր հարվածի փորձ անել այն ուղիղ եթերում եկեղեցում, որ մի հատ էլ ինչ որ մեկը պաշտպաներ կամ չպաշտպաներ։ Այդ երեխեն եկեղեցուց դուրս չեր գա, եթե իհարկե այդ տարիներին այդ մարդիկ եկեղեցի այցել էին, հետո սկսենք, հա, բայց այդ ուրիշ պատմություն է արդեն։ Ապշելու բան է, ապշելու, այսքան երեսպաշտություն, այսքան Ես մի բան եմ ուզում մենակ իմ եզրահանգում ես կլնես ամեն ինչից։ Այս մինչև ընտրությունները գոնե պիտի երկրի ղեկավարը այսքան ժողովրդի մեջ մտնել բան անելը պետք է կրճատի էլի։ Որտեվ նման բան ոչ մեկին պետք չէ
խոսակցություններ են լինում, դեպքեր են լինում, որ իսկապես պետք չի, խանգարում է երկու կողմին էլ։ Դե շուտ կտան դա շուտ կտան, կասեն, ահա, այլ որտեղից սկսվեց այս այցելությունները, ասում էին ժողովրդի մեջ չես կարա մտնես, վարկանիշը 0 է, բան է, իրանց ասելով չի ախր, իրանք շատ բան կարող են ասել։ Բայց չէ, հետո մի բան էլ կա, ինքը ակնհայտորեն այդ պահը վայելում է, որ այս ժողովրդի մտնում դուրս է գալի, բայց շատ վտանգներով է լի, ոչ միայն ֆիզիկական վտանգներով, այլ նաև այսպիսի պատմություններով, որ այս պահին կարծում եմ բոլորովին էլ պետք չի, որտեղ ոնց է լինի մի քանի հոգի կասի, վայ, խեղճ երեխուն ես եմ ինչ արեցին, այդ պետք է մեզ բոլորովին պետք, այսինքն ոչ շահեկան իրավիճակ է ստեղծում, էլի, որ երկու ոնց էլ բան ես անում, շահեկան չի ստացվում։ Տեսա։ Եվ այդքան մեծ ամբողջի մեջ այմար տեսակ այդ կադրերը բոլորս։ Այնտեղ ցանկացած մեկը մի փոքր պատրաստված մեկը որ լիներ, կարող է ինչ ուզեր անել փաստորեն։ Եթե համարյա խփում էր էլի, բայց չեմ ասում կրակել կամ մի բան անել, որը շատ ավելի հեշտ կլիներ այդ բան։ Այնտեղ ոչ եկեղեցու մտնողներին են ստուգում, ոչ դուրս եկողներին են ստուգում, ամեն բան հնարավոր է։ Ինձ թվում է այդքանը պետք է հասկանան ու չանեն այդ բաները էլի։ Մանավանդ այս իրավիճակում։ Այս քրիտիկական պահերին էլի մի քիչ ավելի պետք է զգուշ լինել այս ամեն ինչի հետ։ Խաղ չի, ամբողջ ժողովրդի ճակատագիրն է կախված այդ ամեն ինչից էլի։ Բացի ձեր իր կյանքից, իր ամեն ինչից, նաև ժողովրդի ճակատագիրն է այդ մտածելով պետք է մի փոքր ավելի խոհեմ լինել ու չստոմա չանել նման բաներ։ Ես այդ կարծիքին եմ։ Ոնց հասկանում ենք շատանալու են այս այցելությունները եւ այցելություններին զուգահեռ նաեւ այս սադրանքներն ու քայլերն են շատանալու, սա պարզ է, մանավանդ վստահ եմ ուղակի առաջին օրերին, երբ որ քայլում էր այստեղ այնտեղ, երբ որ տեսան, որ իրոք կրկախառնություններ են, փուչիկներ են, մարդիկ տուն են կանչում, կոֆե են տալիս, չգիտեմ, նկարվում են սենց ինչ-որ մթնոլորտ է հիմնականում մեծամասնությամբ այսպես է ստեղծված, ընդդիմադիր դաշտում բնականաբար սկսեցին մշակել ծրագրեր, ինչպես անել ցույց տալ, որ չէ, այդքան էլ սիրված չի, այդքան էլ ընդունելի չի, ավելին վտանգավոր է, ինչ որ հայհոյանքներ սկսեցին հնչել, այսինքն սադրիչ գործողություններ եղան, որ այդ միֆը ստեղծվի, որ հա ինքը բանն է։ Ես պատկերացնում եմ վաղը մի շորել մի հատ կին, որ խառնեն այդ գործին, վաղը այդ խեղճ կնոջը տես ինչ արեցին, ես կողմ են կողմ, հա, բան է դառնալու, մեծ պատմություն է դառնալու։ Այո։ Դե ինչ եկել։ Բանից առաջ, այս այցից առաջ Փաշինյանի Ես ինչ հայտարարություն արել։ Ռուսաստանը բանակցություններ չի վարում ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը Ղազախստանին փոխանցելու շուրջ հայտարարել Ռուս Դաշնության տրանսպորտի նախարար Նիկիցինը։ Նա հիշեցրել է, որ կոնցեսիոն կառավարման պայմանագիրը կնքվել է 2008 թվականին 30 տարով։ Եվ այս 10 տարվա եւս 10 տարվա երկարացման հնարավորությամբ Արդեն տարիներ շարունակ Հարավկովկասյան երկաթուղին պատասխանատվությամբ կատարում է այդ պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքում ավելի քան 30 միլիարդ ռուբլի են կազմում, շեշտել են Նիկիտինը։ Այսինքն դες ինչ ասում, ասում մենք այդքան փող ենք ծախսել, մենք այդպես հետ չենք տալու։ Այսինքն ղազախներին տան, հա, ճիշտ հասկացա։ Չէ, ուզում էին, որ ղազախների միջոցով Հայաստանն էլի բան առնի, Հայաստանին անցնի։ Բայց չէ, չեն բանանի, չէ։ Ամարդ, ես ոնց 30 տարով կտաս ամբողջ երկաթուղուն, ես չեմ պատկերացնում։ Էս ինչ պայմանագիր են, էս ինչ են բան արել, ոնց են արել, որ հիմա եթե պայմանագիրը կա, մարդիկ կարող են եւ չտալ, այսինքն ինչ պետք է ասես։ Չգիտեմ, այդ պայմանագրում ինչ կետեր կա, ոնց կարող է խախտվել, ոնց կարող է դուրս գալ, ասենք Հայաստան այդ պայմանագրից պատկերացում չունեմ, բայց մինչև տեղ հասնել եմ, Մոսկվա հասնել, ես ասում եմ, որ իզուր ժամանակ չծախսես էլի այդ մասին խոսալու, ես այդպես եմ ենթադրում։ Բայց հանդիպումը կայացավ արդեն այստեղ պաշտոնական ՌԻԱ Նովոստին հայտարարեց, որ երկկողմ հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության մասին հարցեր են քննարկվել, ինչպես հայտնում է նախագահի մամլոք քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուս-հայկական բանակցություններից հետո երկու առաջնորդները կշարունակեն իրենց անձնական քննարկումները աշխատանքային նախաճաշի ընթացքում Կրեմլի տեղեկություններով երկրի առաջնորդները կանրադառնան ռուս-հայկական համագործակցության հեռանկարներին, Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շարքին։
Մոսկվան հանգիստ է վերաբերում Երևանի Եվրոմիության հետ հարաբերությունների զարգացման գործընթացին, որքան էլ տարօրինակ լինի, այսպիսի նախադասությամբ են հանդես եկել, եւ սա Պեսկովի մեկնաբանությունը չէ, այլ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ակտիվ քննարկվում է Եվրոմիության հետ հարաբերությունների զարգացման հարցը։ Մենք դրան միանգամայն հանգիստ ենք վերաբերում, մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտներ է փնտրում երրորդ երկրների հետ համագործակցությունից։ Նման գործընթացները պետք է լինեն հստակ եւ կանխատեսելի։ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրասիական մաքսային համակարգում միաժամանակ գտնվելը իհարկե հնարավոր չէ։ Եվրոմիության եւ ԵԱՏՄ-ի հետ մաքսային միությունում գտնվելը անհնար է։ Դա պարզապես հնարավոր չէ ըստ սահմանման, եւ հարցը նույնիսկ քաղաքականության մեջ չէ, այլ զուտ տնտեսական բնույթի, ասել է Պուտինը։ Դե այստեղ չես կարող չհամաձայնվել, շատ պարզ տեխնիկական բան ասում, ճիշտ է ասում։ Բայց ես հարց ունեմ, ես ուզում հասկանամ ոնց, ես տնտեսագետ չեմ, բայց եթե տնտեսական միություն է, եւ դու արտադրում ես կամպոտ, այդ կամպոտը ինչու Եվրասիական տնտեսական միության մեջ իր խաղի կանոններով չի կարող վաճառվի, Եվրասիական միության կամ Եվրոմիության հետ իր խաղի կանոններով չի կարող վաճառվի, այստեղ տնտեսական բարձի ավելի բարդ է այնտեղ, որտեվ հիմա նայ, ինքը որ մասնակցում ենք մենք այդ բանին, չէ՞, ստանում ենք ինչ որ առավելություններ, զեղչեր, այս հարցում, զեղչեր այն հարցում բան, բայց եթե մենք այն կողմի հետ ենք առևտրանում, արդեն այս զեղչերն ու բաները կորումա չես կարող այդ բանը։ Դու կոպիտ ասած էլ հիմա չգիտեմ, եթե ավելի հասկացող մեկը կա թող զանգի բացատրի, բայց շատ տնտեսագիտական հարց է անկասկած, շատ ավելի, բայց հիշեցնենք, որ բանը Հայաստանի Հանրապետությունը այս պահին լիարժեք ԵԱՏՄ անդամի կարգավիճակ ունեցող միակ երկիրն է, ով որ սահման չունի ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի հետ։ Եվ լոգիստիկ առումով Հայաստանի համար շատ դժվար է, որովհետև եթե օրինակ Բելարուսը, Ղազախստանը, Ռուսաստանը իրար հետ կապված են, երկաթգծա ճանապարհ, մենք անպայման տրանզիտ այս պայն մենակ Վրաստանի միջոցով ենք կարողանում որևէ բան ներկնել եւ արտահանել, ու այդ չարաբաստիկ Լարսը տարվա կեսը ձյուն է, մի 3 ամիսը անձրև է, մի 3 ամիսը, չգիտեմ, սողանք է։ Բա էլ չեմ ասում, երբ որ իրանք ուզում փակում են, բացում են։ Այդ էլ իհարկե ուրիշ հարց է։ Կապված հարաբերությունների վիճակից էլի։ Մեկ էլ հոп մեր կաթի մեջ, չգիտեմ, մի բան գտան, մեկ էլ հոп մեր ծիրանը թունավոր դարավ։ Այդ ահավոր է։ Բնական է։ Ես գիտեք ինչ եմ պատկերացնում, այս ընտրություններից առաջ որ այցը Մոսկվա իմ պատկերացմամբ էսա հիմնականում ինչի համար է գնացել Փաշինյանը, ասելու համար որ գիտեք ինչ, մենք ձեզ հետ ուզում ենք լավ հարաբերություններ ունենանք, մենք ոչ մի բան չենք ուզում հակառուսական, մենք մի խանգարեք մեր ընտրություններին, մենք կընտրվենք, Եվրոպայի հետ լավ կլինենք, ձեզ հետ լավ կլինենք, եկեք բան անենք, սենց հարցը տանենք, իսկ հիմա մոտավորապես իհարկե բան, ես էլ եմ կարծում, տես մի բան, այդ տեսակի մի բան մոտեցում է էլի ունենա։ Եվ գուցե եւ ավելի Փաշինյանի բառամթերքին քիչ թե շատ ծանոթ լինելով կարող ասել է, ես հասկանում եմ, որ այդ օլիգարխին է դուք եք ուղարկել որոշակի երաշխիքներով կամ որոշակի ինչ որ օժանդակություններով բան, սենց բաներ է ստեղծվում այդ երկրում, եթե հնարավոր է մի քիչ Եվ ես խոսք եմ տալու վերընտրվելու դեպքում անպայման հարաբերությունները պահել, հա, այս ինչ է, ինչ է։ Որովհետև ուղիղ էլ, մանավանդ Եվրոմիությունն էլ որ հայտարարեց, ասեց, որ իրոք հիբրիդային պատերազմ է, սենց բաներ է սպասվում, դիտորդներ է ուղարկում եւ այլն, որ ամոթով դուք չմնաք, մենք ինչ որ բան չբացահայտեն, արդեն երևում է, այդ գաղտնա լսում, արդեն երևում է ինչա կատարվում, որ ոչ դուք հայտարարվեք, ոչ վատ լինի, այնպես է թշնամանք չլինի, բան, եկեք սահմանափակեք որոշ մարդկանց վատ բաները։ Տեսնենք։ Եվ հոսելով հիբրիդային պատերազմը, սա ուղղակի իրոնիա է։ Ռուսաստանն ունի հնարավորությունների լայն զինանոց եւ պատրաստ է Հայաստանի հետ փոխգործակցել հիբրիդային եւ կիբեր սպառնալիքների դեմ պայքարում, եթե հայկական կողմից լինի համապատասխան շահագրգռվածություն։ Այս մասին հայտնել է բանը պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը։ Այմար ծիծաղելի է, այլ որտեվ մերոնք միլիոններ են ստանում, որ Ռուսաստանի այս պատերազմի դեմ հիբրիդային պայքարեն, ամեն ինչա։ Իրանք ասում են, եկեք մենք օգնենք ձեզ մեր հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու։ Իսկապես այս ռուսական այս բանը էլի արտաքին քաղաքականություն այմար շատ բան է էլի, ինչ ասեմ,
անամոթ ասեմ, ցինիկ ասեմ, հա, ցինիկա։ Եթե կա շահագրգռվածություն եւ կարիք, ապա մենք պատրաստ ենք արձագանքել։ Մեր հնարավորությունների մասով պետք է հասկանալ, թե կոնկրետ որ ոլորտն է հետաքրքրում տեղեկատվության պաշտպանությանը, պայքարի կիբեր խնդիրների դեմ, թե փոխգործակցությունը միջազգային հարթակներում։ Մենք պատրաստ ենք տրամադրել ոչ միայն փորձագիտական կարծիք, այլև իրականացնել փոխգործակցություն մի շարք ուղղություններով, ասել է Տիկին Զախարովան։ Այդ մտերմնում մյուսներս դնենք ձեր վրա։ Նա Տիկին Զախարովան էր մնացել հիբրիդային պատերազմ, Վարանի իրանցից ենք պաշտպանվում հիբրիդային պատերազմը, պիտի գան մեզ պաշտպանեն, հա, շատ սպասում ենք։ Եվ որ ասում են գարը գելին պահ չեն տա, չէ, էս է հիմա իսկական։ Դե հա, դատախազությունը այսօր հետարքիր հայտարարություններ է արել։ Մենք մի 2-3 շաբաթ առաջ հայտնի Վարշավտիչյան զինվորականի Հայկազ Բաղմանյանի մասին խոսեցինք, նկարներ ցույց տվեցինք, հիշում եք ինչ ակնառու անձնավորություն է, այսօր դատախազությունը նրանց պահանջում է մեծ քանակի գումար եւ անշարժ գույք բռնագանձել հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը դատախազությունը պահանջում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել առնվազն 11 անշարժ գույք շուրջ 3 միլիարդ 56 միլիոն ՀՀ դրամ 7 անշարժ այդ անշարժ գույքից 6-ը Երևան քաղաքում է այմոր։ Հա, ու դժվար թե ծայրամասում ենթադրել բնակարան էլի, 7 անշարժ գույք, որից 6-ը Երևան քաղաքում է, մեկը Կոտայքի մարզում։ 4 տրանսպորտային միջոց, 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, շուրջ 1 միլիոն 260 հազար դրամի ավանդ, բանկային 30 հատ պարտատոմս, 1 միլիարդ 544 միլիոն դրամ որպես ապօրինի դրամական միջոցի մնացորդ, 1 միլիարդ 550 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերող կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել այն եւ 6 միլիոն 360 հազար դրամի չձևակերպված փոխառության պահանջի իրավունք, ասված է պաշտպանական հաղորդագրության մեջ։ Հիմա նայեք, ժողովուրդ, հիմա սա ուրեմն բանա տեղակալն է, գլխավոր շտաբի պետի տեղակալն է, որ այսքան թալանել է։ Դեմա պատկերացեք, բանը շտաբի պետը ինչքան է թալանել, կարող է շտաբի պետը չգիտեր տեղակալը այս բաներ էր անում։ Ու ինչքան է բան արել, թալանել պաշտպանության նախարարը, որ իհարկե գիտեր, թե առանց իրավունց կարող են այս թալան բան անել։ Մեջ են արել, հասկանում եք, ինչ որ կար բանակում, հիմա որ նայում են։ Լրիվ բաժանել են իրենց այս պաշտոնի, ըստ իրանց դիրքի, լրիվ Ոնց այդ բանակը մնացել, դրա համար է սոված էին մնում երեխեքը այնտեղ։ Այս բանակը ոչ թե ոնց է մնացել։ Անից էին ուղարկում ուտելիքը։ Այո, մենք որ այս օրվա մեջ ենք եւ այս բոլոր հետևանքները եղա, որովհետեւ այսպես է եղել։ Որովհետեւ ամեն մեկը, ամեն մի տեղակալ բան մի 10-15 տուն է ունեցել, միլիարդավոր ավանդներ է ունեցել, էս ա եղել, այն ա եղել, իսկ մեր խեղճ ծնողներն ու հարևաններն ու բաները Մալաթիայից թուրքական ռետուզու տրուսիկ էին ուղարկում, իրենց երեխեքը բանակում ծառայեն ու տուշոնկա էին ուղարկում։ Այդ ա եղել դրա համար մենք որ այսօրն ենք։ Հիմա փրկիչներն են, հզոր երկիր են մեզ բերելու։ Դեմքը կա աչքիդ առաջ է այս բանը։ Ոնց կար աչքի առաջ չլինի, հա, ուղղակի հեսա մի րոպե հեռախոսով ցույց տա, հետո տեսախցիկը չեմ կարող այս մի էկրանին է։ Մինչև երբ էլի այս ամեն ինչը պիտի են շարունակվի նույն։ Ու այս ամեն ինչը ուզում են հետ գան, որ շարունակեն։ Վերադարձնեն, այո, ուզում են վերադարձնել։ Թե չէ, եկել են Մաղանյան, ահա, նկարը ցույց են տալիս այդ։ Ամեն ինչը ձև ունի, էլի բան ունի, ինչ որ շնորհք ունի, կուլտուրա ունի, բան ունի, այնտեղ չկա ուտելու էլի, թալանել ասախ։ Որ հանգարց չասեք մենակ այդ ամենավատ նկարն եմ ցույց տվել կամ էսի միջը, տարբեր նկարներ կա, որ բանի հետ կապ չունի, ընտրության հետ կապ չունի։ Բան կա, այն Պաբլո Էսկոբար կինոն տեսել եք։ Ահա չէ։ Էտա, բարեկամներ, դրա համար
ինչ ուզում եք արեք, ինչ հեքիաթներ ուզում եք պատմեք, էս են կարել, մենք էս են կարել, այսօր մի հատ վաստակավոր երգչուհի կարելի աղի ուղորմ, Մայր Թերեզան ա դարը, ինչ հարց տալիս ես, լացելով ա պատասխանում, կամերան անջատում ես, հիհի հաղայի մեջ ա, հումորային սիթքոմում ա նկարվում։ Մեր երկիրը, մեր բանը, էս կուսակցության մեջ էիք, տիկին հայտնի ման անունը չեմ ասում, հայրենասիրական երգերով հանդերձ, բա մի օր ձեզ հարց չառաջացավ, Էս որտեղից, էս ոնց գնում էիք խաշլամա էիք ուտում իրար հետ, բայ, պարոն գեներալ, էս դղյակը որտուց դու գեներալ եք էլի հարգում ենք, պատվում ենք, սիրում ենք, խոնարհվում ենք, կռվել եք, լավ եք արել, բան, բայց էսի միլիոններ ա, ձեր երեխեքն են Դուբայում ապրում, մյուսը որտեղից եք ապրում, ոնց ա տենց հնարավոր էս ամեն ինչ, էս մեքենաները, էս ամեն ինչը, էս օրենսդրական փոփոխության հետ կապված, էս ֆինանսների, ասեմ, ովքեր լոսում են ապրում, շատ դրական առումով փոփոխություն ա եղել, եթե անշարժ գույք ես գնում, ես վերջերս առնչություն ունեցա մի հատ բանկի հետ, ուրեմն որ առաջ ոնց էր, օրինակ, տուն ես առնում, գնում ես բան, նոտար, պայմանավորվել եք $10,000, ասենք, այդ 10,000-ը տալիս է, ստորագրում եք, չէ, հիմա պարտադիր համ ես, համ մյուսը, պիտի բանկում հաշվի համար ունենանք, գործարքը բանկում պիտի լինի, գումարը պիտի նստի բանկում, բանկն էլ պիտի տեսնի քո եկամուտը որտեղից է եղել, ասենք այդ X գումարը, որով դու մի բան ես առնում, որտեղից է եղել, եւ դու պիտի ապացուցես դա նոր բանկը հաստատի, նստածնի այս ինչ մարդու հաշվի համարին, այդ ստացականով գնաս նոտարական այդ բանը, նոր կարողանաս առուցախ ձևակերպել, բայց փոփոխությունը որ էս ալանթալանը լիներ, ոչ բանկը կարա հաստատի, ոչ մնացածը, էս իրականության մեջ։ Էս բանը Բաբկեն Թունյանը հետաքրքիր բան է, ուզում եմ կարդալ ձեզ համար, էս կապված եկեղեցում այդ երիտասարդի պահվածքի հետ, այդ ձերբակալված երիտասարդի, որ փորձել էր հարվածել վարչապետին։ Ուրեմն ինչ են մեջբերում եմ, անում մի խումբ մարդիկ տարիներ շարունակ։ Մի կողմից ամեն կերպ փորձում են ապա լեգիտիմացնել ու հեղինակազրկել Հայաստանի ընտրված իշխանություններին։ Խոսում են ակնհայտ արհամարանքով, վիրավորական ձևակերպումներով, անգամ լեզուները չի պտտվում պաշտոնը հիշատակել։ Փորձում են մարդկանց ենթագիտակցության մեջ արմատավորել հետևյալ միտքը. սրանք ով են որ, ինչ անում եք, լավ եք անում, սրանք թույլ են, ձեզ ոչինչ չեն կարող անել։ Զուգահեռաբար տարածում են ամեն տեսակ սուտ ու կեղծիք, չխորշելով անգամ հարևան երկրներում գեներացված ապատեղեկատվությունը տարածելուց եւ ամեն կերպ ատելություն են սերմանում իշխանությունների նկատմամբ։ Մյուս կողմից ծափահարում եւ ոգևորում են պետական պաշտոնյաների նկատմամբ անհարգանքի բոլոր դրսևորումները։ Ուղի եթերում երկրի իշխանություններին հայողներին, падգամավորների վրա հարձակվողներին, վարչապետի մեքենայի վրա ինչ-որ բան շպրտողներին, խորհրդարանի նախագահի վրա հարձակվողներին, անդասերակ Զրպարտիչ ու լկտի պահված ցուցաբերող լրագրողներին հերոսացնում են, աջակցում, փորձում հալածյալի կերպար ստեղծել ու քաղբանտարկյալ ներկայացնել։ Ու այս մթնոլորտում 18 տարեկան տղան մեծանում է, որ կարելի է հարվածել երկրի, մտածում է ներողություն, 18 տարեկան տղան մտածում է, որ կարելի է հարվածել երկրի ղեկավարին։ Ու երբ արտաքին համապատասխան ռեակցիա է լինում, այդ նույն մարդիկ աղմուկ աղակ են բարձրացնում, թե այ, ես ինչ եք անում տղայի ճակատագիրն եք կործանում։ Ուրեմն դուք եք կործանում այս տղայի եւ այլ մարդկանց ճակատագիրը, դուք եք մեղավոր, որ տղան նման բաներ է արել եւ կալանավորվել։ Ճիշտ է ասում, երկու կողմից են այս մարդիկ այս դեպքերում շահում, հասկանում եք, հա։ Մեկ որպես բան, որ վիրավորում են բանեն անում, երկրորդ միանգամից դարձնում են հերոս ու դրոշակ են դարձնում, սկսում են դրա մասին, հա։ Այս 18 տարեկանի դեպքը լավագույն ապացույցն է այդ ասածների։ Այո։ 18 տարեկան է, նախ երեխա ձևակերպում է, այսօրվա 18 տարեկանները երեխա կոչել, նախ պաշտոնապես չափահասայք համարվում, եկեք այդպես անենք։ 18 տարեկան երեխան, երկրորդը այդ իրաց պաշտպաններից եւ մեկից մի կես բերան չլսեցի, որ
իրոք կարծում եմ չպիտի օրինակ էլի, ասենք չէ օրինակ իր արարքը վայելուց չէր, բայց սենցն է, չէ, բոլորովին, Դե դրանով ճիշտ է ասում, ոգևորում են մյուսներին, հիմա վաղուց մի հատ է տենց պիտի վերքին ասի ոնց թե դուք ով եք որ ինստենց չնայես ասում, Էդի աղբերն է, նրան տարան կարանա բաց թողեցին, բայց այն երկու եղբայր էին։ Մյուսը արդեն հարվածով ու падգամավորը էլի դաշնակցական Գեղամանուկյանը այս իշխանությունը ատելություն ունի 18 տարեկանների նկատմամբ, ասում է, կեսին սպանեց, կեսին փակեց։ Դուք չեք ամաչում ժողովուրդ ջան, տես բաներ եք ասում։ Նպարծում կերպարա չէ այդ բանը Այս չգիտեմ ինչ ոնց, նույնն էլ հեսա սովորացրել են Մոսկվայի կադրեր նայում Արթին, Մարգոն Սիմոնյան, Արթիով ցուցատալի մի քանի բաներ հայեր Ռուսաստանում Նիկոլին Դավաճան պլակատներով, պաստառներով դիմավորել են, բանը, բարով եկեք պարոն Փաշինյան, մի հատ երեխու հետ նկարվում է, Փաշինյանն գիտի թե ինչ որ իր համակիրն է, բան ասում է, նկարում ես Ազետ ջան, նկարվեք, մի հատ նկարեմ, իմանա իմ աղջիկը թե Արցախը ով հանձնեց։ Էս չի սրանց մակարդակը, էս չի, այ որ գայիք, ձեր երկրում աշխատեիք, ձեր երեխեքին հայկական դպրոց տայիք, հայկական միջավայրում մեծացնեիք Եվ մի լիքը բաներ լիներ չսատարեիք պրոռուսական ուժերին, ովքեր Հայաստանը մեջ արեցին, պաշտպանելու ժամանակն էլ փուրը տվեցին, միգուցե մեր երկրի վիճակը մի քիչ ուրիշ լիներ։ Գնացեք։ Իրանք չի հետաքրում ապրեք Ռուսաստանում, մտածում, Ռուսաստանի թևի տակ լինի հանգիստ կապրենք, մենք էլ իրանք էլ բոյս են ցելի, բավոնց, գնացեք ապրեք։ Բոլորովին ազգային մտածողություն չունեցող մարդիկ, բոլորովին։ Դու կարայիք Պուտինի վզին խփեիք հանգարց եկեղեցում։ Դու կարայիք Պուտինի կողքը հայտնվեիք, մի հատ սելֆի անեիք Պուտինի հետ, հա։ Էտա, ոչինչ։ Ինչքան մոտենում ենք հունիսին, այդքան ամեն ինչ հստականալու է։ Որ ասում ենք չար ու բարու պայքարա, մի ասեք դա քաղաքական հայտարարություն չի։ Որովհետև այն ուժերը, որոնք հիմա գործում են, ամեն օր ապացուցում են սա չարի ու բարու պայքարա։ Բա որ լոսում են հայտնվել ամբողջ կյանքը բարեկեցության մեջ դեմոկրատական ազատ աշխարհում ապրել են, էլի Պուտինի գովքը անելը որն է, այդ ուժերի նկարներն են հրապարակել, ասում են ուժեղ սենց կլինի, ուժեղ նենց կլինի, բա եկեք ապրեք, երկրում եկեք ապրեք, մի հատ եկեք այս բարքերի մեջ ապրեք, այդ նույն տիկին է մի հատ մոլորիալ, զարմանում եմ, ուղղակի զարմանում, մանավանդ այդ կանանց որ մեջ են գցում, չէ, ու մտավորական կին է, բաներ այստեղ իրանց հավաքներ էլի, գնացի ասի հերվից էլի ինչ գործ ունեն բանը, լսեք ինչ են ասում էլի այս մարդիկ։ Մեկ էլ այդ շուրեկավ կին է։ Իսկ ինչու դու չեք խոսում որ ես, իսկ ինչու դուք չեք ասում որ ես, այ մարդ, ես հանգստացի մի հատ։ Ես ինչ պիտի կոզելով ես պիտի ասեմ, այնքան հետարքիր է այս մոմենտը, բա ինչի էս չեք ասում, այն չեք ասում։ Տիկին ջան, ես կոզելով չպիտի ասեմ ինչ որ ասում եմ։ Ես ասում եմ ինչ որ ասում եմ, քեզ դուր չի գալիս, գնալսի նրան, ու ասացա քեզ դուր է գալ, դու ինչ ես ստիպում։ Դնել գորալով փողոցում որ ես Իրանում պիտի մտածեմ, էլի։ Ինչ պիտի ասեի կամ ինչ չի ասվում։ Ինչ չի ասվում։ Այդ մեզ էլ են ասում էր կոմենտների տակ էլ մեկ լինում աննա գրում են։ Ինչ պիտի ասվի, որ օրինակ չի ասվում։ Ինչ պատվեր։ Դե հիմա ասենք ասում են ինչու չեք ասում որ հանձնեց բանը հանձնեց Ղարաբաղը։ Հիմա ես այդամ իր այդ վիճեմ բացատրեմ թե բան անեմ թե ինչա ինչին է պետք կամ չէ այդ մոտեցումը էլի որ ինչու չեք ասում այն ինչ որ ինքն ուզում որ դու ասես այս պահն է այդպես չի աշխարհը աշխատում սիրելիներ այդպես չի դու քո ուզելով չի ոչ բան ասելու դու ես ընտրում գնա այն մարդուն ու որ ասում է ինչ որ քո սրտին հարիրա քո հոգուն հարմարա իրան լսի իր այդ խոսքը բայց մեկը որ այդ մասին չի ասում ինչու ակես բան այստեղ օրանժ անունով ապելսինի նկարով օգտատեր գրել է բանը բարին Նիկոլնա ու ստիծաղալու սմայլիկներ ու հարցականներ ա դրել ես չեմ ասում բարինով բարին տեսեք ինչ է անում երկու ուժ ա մրցում հիմա իրար հետ Քոչարյան նախկիններ Սամվել Կարապետյան իրա քայլերով, իրա գործերով, իրա բարքերով, իրա ծեծելով, իրա կաշառքներով, իրա մանով ու Փաշինյանը, որին մեղադրում եք ամեն ինչի մեջ ձեր իրավունքն է, ինչ ուզում եք մեղադրեք։ Դուք ինքներդ ձեզ հարց տվեք։ Ով է բարին, ով է չարը։ Սրանցից, հա, որտեղ ամեն ինչ համեմատության մեջ է։ Հիմա որ ասում են մեկը բոյով է, ինչի՞ց է, ումից է բոյով։ Այսպես պատկերացրեք, եթե մոլորակում
մենակ մի հոգի լիներ, ինքը ոչ բարի կլներ, ոչ չար, ոչ բոյով, ոչ կոլոտ, ոչ խելացի, ոչ անխեք, որտեղ համեմատելու բան չկա, հասկացեք։ Բայց հիմա որ երկու ուժերը համեմատում ես, իհարկե ակնհայտորեն մեկը ավելի բարի է, քան մյուսը, անհամեմատ։ Որտեղ մեկը մտածում է երկրի մասին, այո, սխալներ անելով, իհարկե անելա չանի, բայց հասկանում ես, զգում ես, որ մտածում է երկրի ժողովրդի մասին։ Իսկ մյուսը իր գրպանի մաս այնքան հստակ ասա, այսքան մի օրվա, երկու օրվա չի էս պատմությունը։ Քանի տարի այդ մարդիկ ցույց տվեցին, թե իրենք ով են։ Մինչև հիմա հələ դատվում են, տեսնում եք ինչ ա կատարվում։ Այդ մարդիկ չէին։ Սերժ Սարգսյանը վեր կացավ այդքանից հետո, երբ որ մահացավ բանը գեներալ Մանվելը, այո, դա ես չեմ կարողանում հասկանալ։ Երբ որ վիդեոներով, փաստերով ամեն ինչը կար ոնց էր թալանը, ասեց քո նման ազնիվ մարդու անունը կեղտոտեցին, ասում ասրանք։ Դու ազնիվ մարդն էլ բանն է, հա, գեներալ Մանվելը։ Որ մի կադրերը ասեց, էլ գնալու եք ընտրեք այս մարդկանց։ Որ մի կադրերը, մարտի 1-ի կադրերին ասեց։ Էլի մաքուր անունը կեղտոտեցիք ասում է։ Մոռացաք այդ ամեն ինչը։ Իրանք էին մաքուր, որ տնով, տեղով, փեսով, աղբերներով միլիարդատեր էին, ակադեմիկոսներ էին, քաղաքապետը, Երևանի միլիոնատեր եւ գիտությունների տեխնացու մարսպետը, որ անուն ազգանունը գրեր 6-ած սխալ կադր, որից 3-ը բաներով, հա, կետադրական։ Այդ ուզում եք որ իրանք էին բարի Վարդանիկը գնա Գյումրի էլի գողական քաղաք դառնա, հա, լեննական։ Այդ զապիստները մի հատ դրեք, լսեք, որ զանգում էր, ասում էր ծո մի երկու լավ բարով ինձնով եք մարդարը, էս ինչի տղեկ, այդ մի հատ դրեք էլի լսեք ու ասեք, քանի հոգու է հիմա բարի ու չարի պայքարի մեջ մեղադրում։ Հոկտեմբերի 27-ում մորուք եղավ, մարտի 1-ում մորուք եղավ, քանի դպրոց սարքեցին, քանիսը վաճառեցին, գույք պարքի դիմաց ինչքան տվեցին, ոնց դարան դրանք միլիարդատեր բոլորը, ժողովրդի վիճակը մնալով նույնը։ Դուք համեմատեք։ Քանի դպրոց է հիմա կառուցվում։ Ասում եմ, եկեք Վրաստանից ճանապարհների մենակ սպիտակի մեջ վատ էր վիճակը, բայց նայում եմ ճանապարհների որակի մասին կամուրջներն եմ նայում, ինչ ա եղել, բան էլի, ճանապարհաշինության, լուսավորության հետ կապված, այդ նոր դպրոցների հետ կապված, էլի համեմատականներ եմ անցկացնում, թոշակառուների անվճար այդ դեղորայքները, ծանոթներից ես մեկ այն օրը եթերում պատմեցի։ Ինքը իր վիճակի չէր, դրամահավաք էին ուզում բարեկամներով անեին, սիրտը ստենդավոր էին, մի քանի հատ ստենդեր պետնելու։ Գնաց մարդը անվճար արեց։ Ու գիտես ինչն է համեն, եթե ասեմ, չտեսնել, հա, ու գնալ արդարության համար ասեմ, որ շատ վատ բան է անում, գնաց կյանքը փրկեց ստենդավորում ա բան, հակաիշխանական է, բայց էս էլ է մարդու մասին շատ բան ասում։ Այդ իր խիղճն է արդեն, ինքը որոշի ինչ է անելու։ Ես մի բան եմ նկատել, էլի, ատելությունը կուրացնում է մարդկանց, բթացնում է մարդկանց։ Այնքան են ատում, որ ոչ տրամաբանություն ա մնում, ոչ բան ա մնում, դատողություն ա մնում, ուղղակի ատում են ու վերջ։ Այդ ահավոր ձևով, բացարձակ տրամ, ոչ մի այդ ատողներից ես տրամաբանական պատասխան չեմ լսել, թե ինչու է այդ մարդը նրան ատում, ուղղակի ատում է ու վերջ։ Այստեղ կան ֆինանսական պահեր, ինչ-որ մի ժամանակ լավ ապրեք, գողացել ա բան, հիմա չի կարող գողանալ, թեշնամին է։ Հազարից մի հոգի է ժամանակ բան արել, հիմա պաշտոն չունի, չի կարողանում անել, ատում է։ Այս աբիժնիկներն են հիմնականում, հա։ Հազարից մեկ էլ նրանց որ բանը խելքը կերել են, այնքան են ռոպագանդա արել, որ մարդիկ կորցրել են իրանց པարզ դատողությունը։ Ում տեսել ենք, ում լսել ենք, ովքեր լավ են ապրել այդ ժամանակ, կամ Ալան Թալանով են ապրել, կամ պաշտոնական լիազորությունները չարաշահելով են ապրել, ինչքան խելոք կուլտուրական նորմալ մարկար սաղ փախանեց 20 տարվա մեջ այս երկրից։ Այդ լոսի մեր հայրենակիցները դրսի, Ֆրանսիայի, Կանադայի, որտեղ որ կան, այդ հայրենակիցները լավ օրից են գնացել։ Մենակ մեր գործընկերների կեսի անձնական պատմությունները լսում ես, այնպես բաներ են պատմում, գլուխդ կփակնի, այնց բաներ են պատմում։ Իմ ծանոթները այդտեղ քանի հոգու են առևանգել են, խոշտանգել են, հենց մեր իմ տան հարևանը կարմիր խաչում են աշխատում, ոտերը կոտրել են, չասեմ, երեխեն բասկետբոլի շիթի ժամանակ, ասում են, այնքան իր հորպես այլանդակ երեխա էր խաղաց, շիթը ասում է պոկվավ ընկավրեն, ախրանիկները տարել են, ոտերը կոտրել են։ Այդ չէր դրանց համակարգը։ Այսօր վարչապետի ծոցրակին ճլտացնում են, վայ, երեխուն տարան կալանավորեցին։ Տեղում կկորցնեին ազգուն տակներով։ Այդ երկրից ենք պրծե։
Վայ, աբսուրդ է ուղղակի համեմատելը, աբսուրդ Մյուս է։ կողմից էլ չէ, այս որ կարող ես գալի մա բիզնես հիմնել, բանանել։ Ես այնքան ընկերներ ունեի, որ այս տարիներ առաջ փորձեցին, մեկը եկավ մի հատ 5 հանդած շենքեր վերցրեց, վերանորոգեց, սանատոր բաներ սարքելու, էլ այդ սանատորիա ոնց է հայերեն ինչ են ասում։ Առողջարան։ Ամեն ինչ պատրաստեց բան, ասեցին դե հիմա հավաքվի ստեղից գնա, քանի կենտրոնի ես, քեզ էլ երեխեքիդ էլ բան կանենք, հա, կվերացնենք։ Մարդը սուսպուս թողեց եկավ։ Մեկն էլ բան էր բացել, հիշում եմ Քոչարյանի ժամանակ էր այդ էլեկտրոնիկայի խանութ, ասին հավաքի գնա, քանի չենք վարել քեզ էլ քո խանութն էլ, էդի մենք բաներ, մաֆիա էր լրիվ, ով ինչ էր բանանում։ Մեկը բանան էր բերում, մեկը մագնիտոֆոն էր բերում։ Հա։ Ազատ մրցակցություն չկար։ Ու մականունները այդ մարդկանց մականունները այդ ինչ բերում էին դրա մականունն է, ով ինչ բերում էր մենակ ինքը պիտի բերեր, դրանց մականուններով է։ Այսօր հələ մեկը թող ասի չի կարա բերի, շաքար չեմ կարա բերեմ, բենզին չեմ կարա բերեմ, չգիտեմ, հեռախոս չեմ կարա բերեմ։ Այն օրը ծանոթներից մեկը ասում է, հիմա էլ չես կարա 3 հատ iPhone բերես։ Ասում եմ, իրոք է շատ կարևոր բան, ոչ թե չես կարա բերես, այլ պիտի երրորդը մաքսա զերծես, այդ տարբեր բան է։ Իսկ առաջ չէի կարա բերեիր ուղակի, որովհետև iPhone-ը վաճառում էին համապատասխան մարդիկ։ Եվ այդ մարդիկ համապատասխան վճարումներ էին կատարում վերև, այդ բանը ունենալու համար, որ ուրիշներին թույլ չտան, որ այդ նույն բանը վաճառեն։ Մոնոպոլիա էր դառնում, էլի։ 10 տարի մինչև Ամերիկա գալիս 110,000 դրամի դիմաց ստորագրել եմ, 35,000 եմ ստացել։ Էլ ով ինձ պիտի ինչ բան ապացուցի։ Ինչ պիտի ինձ ասել։ Էդ էր գրում էր 110,000 ստանում, այն վաղտի քիչ փող չէր։ Ստանում է 35,000, դե էլի բանա, որտեվ էդ էլ կարայի կորցնեի, բայց ցույց էին տալի, որ բան, մինչև իրար մեջ էին անում, մի քիչ հաշվապահը, մի քիչ վերադասը, մինչև այդ չէր էս երկիրը։ Թե բանի կաշառքների մասին պատմեմ համալսարաններում, որ կարմիր դիպլոմից կզրկենք, եթե SSS բաները չլինի, պիտի լալալալալա մուծումները անեիր, կամ զորով գալիս էին մեզ միտինգ էին տանում, իդեպ Նիկոլի դեմ էին տանում միտինգի, հայկական ժամանակ օրաթերթի դեմ, գալիս էին ուսանողական տոմսերները ձեռներիցս հավաքում էին, ավտոբուսները կանգնած, պիտի նստեցնեին ավտոբուս, տանեին միտինգի, եւ իրանց այդ կեղտոտ լրագրողներն էլ ասում էին ինքնաբուխ հավաքը ազատության եկել է բողոքի բան, այսպես բաներ, զորով տանում էին միտինգի, էդ էր էս երկիրը։ Լավ Միջվեն գանք մի քիչ էլ պարոն Տրամպը, հա, Տրամպը այսօր հետաքրքիր բաներ է ասել, շատ հետաքրքիր։ ՆԱՏՕ-ին այլի մեջտեղ Հա, լավ, գանք խոսենք։ Հերո չգնանք բարեկամներ, գովազդային դաթար մեր լավ գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են եւ ամփոփենք հաղորդաշարը եւս մի քանի վերնակրելի անդրադարձ կատարելով։ Հայերի ամենասիրելի ռադիոկայանը։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Եվ մենք եկանք հարգելի բարեկամներ, բարի օր բոլորին, ովքեր միացել են մեզ, ուղիղ եթերում աշխատում ենք ձեզ համար, դեմ դիմաց հանդիպումն է սա, եւ ինչպես խոստացել էինք գովազդային դաթարից առաջ, Տրամպի հերթն է լրահոսը, Տրամպի հայտարարություններով է ողողված, էլ ՆԱՏՕ, էլ Իրան, էլ աշխարհ։ Դերենիկ խոստացել էինք ռադիոլուսողներին Տրամպի հայտարարությունների մասին։ Իրանագետ ունենք մի հատ Վարդան Ոսկանյան անունով, որը ինջալուց իմ կարծիքով իհարկե շատ ոնց ասեմ, պարզ ու հասարակ իր բանա տալիս բացատրություն դեպքերին։ Ուրեմն Միացյալ Նահանգների նախագահ Տրամփի վերջին գրառումը գրեթե ուղղակիորեն նշանակում է, որ Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցը պետք չէ, եւ այն պետք է բացեն այն երկրները, որոնք օգտվում են դրանից։ Սա ամենևին չի նշանակում, որ դիցուք 1 ժամ հետո Միացյալ նախագահը իր նախորդ գրառմանը հակասող այլ հայտարարություն չի անի։ Ճիշտ ասում։ Բայց փաստն է, որ Հորմուզի նեղուցի խնդրի ռազմական լուծման հեշտ ճանապարհ գոյություն չունի։ Ըստ էկոնոմիստի պարբերական տնտեսական Պատերազմի սկզբի փետրվարի 28-ի համեմատությամբ Իրանը այժմ օրական 2 անգամ ավելի շատ եկամուտ է ստանում իր նավթի վաճառքից, քանի որ միայն իրանական նավթն է առանց լրացուցիչ ընթացակարգերի եւ խոչընդոտների անցնում Հորմուզի նեղուցով։ Այս անզուգաչափ պատերազմի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ Միացյալ Նահանգների նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գնումները հոսում են, գումարներ հոսում են հենց դեպի Թեհրան։ Այո։
Եվ անընդհատ ինքը այդ ասում, որ մենք հաղթել ենք, որ մենք նրանք խնդրում են, որ մենք իրենց այդ հաշտության պայմանագիր կնքեն, մյուս կողմն էլ ասում է մենք նման բան չկա, մենք ոչ բանակցություն ենք վարում, ոչ էլ որևէ բան, մենք չենք ուզում, որ մենք ոնց որ ասեն, մենք չենք հանձնվում, Թրամփն էլ չի համբերում, որտեվ իրան թվում է թե ամեն ինչ արել է արդեն, հիմա ժամանակն է որ գան, ասեն, վայ, մենք չկանք, արեք ինչ ուզում եք համաձայնենք, այդ ժողովուրդն էլ ոչի ծնկի չի գալիս այդ երկիրը, ասում է չէ, մենք պայքարենք մինչև վերջ։ Եվ անիլանելի վիճակ է ստեղծվել։ Ամեն օր գները թանկանում են, եւ դա Թրամփը շատ լավ է հասկանում, որ ամերիկացիներին շատ բան կներեն, բայց բենզինի գնի թանկացումը երբեք չեն ների դա, եւ դա հասկանալով ուզում է իշխանարուն է շուտ ինչ-որ պայմանագիր կնքել, բայց մյուս կողմն էլ է հասկանում թե ինչ է կատարվում։ Կարող է Ամերիկայի չափ զենք չունի, բայց Այսօր էլի ժամկետներ տվեց, ասում է 2 ամենաշատը 3 շաբաթում ռազմական գործողությունները կդադարեն։ Մի ամիս այդ ասում, Որից հետո մենք կվերանայինք մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Նախագահը նաև հավելել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը չի վերացվել, Միացյալ Նահանգները կշարունակի Իրանի ռմբակոծությունները։ Ավելի վաղ Թրամփը պնդում էր, թե Իրանի հետ համագործակցությունում ԱՄՆ-ն հասել է իր նպատակին, հարվածներում հասել է իր նպատակներին եւ ծրագրում է ավարտել այն 2-3 շաբաթվա ընթացքում։ Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը հղում անելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնում է, որ նախագահը իր օգնականին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմարշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա, դիմել է համապատասխան ատյաններին ռեժիմը դադարեցնելու համար, ասված է հայտարարության մեջ։ Եվ ասում է ինչ որ ուժերի հետ ենք բանակցում, որ հայտնի չի ինչ են, ոնց էր ասում է այլընտրանքային իշխանություն կա Իրանում, մենք չգիտենք։ Չգիտեմ, չեմ հասկանում, բոլորովին չեմ հասկանում ինչա կատարվում, բայց որ խրվեցինք ինչպես միշտ, ամեն անգամ ասում էին այդ բանի դեպքում էլ Իրաքի դեպքում էլ բան էլ այսա մի քանի օրվա պատերազմա կգնանք կփոխենք սաղ բան կանենք, կդզենք կբերենք, չի ստացվում։ Մինչև զորք չտաս, հիմա մտածում են զորք իջեցնել անպայման իր այդ զոհեր աբերելու, ավելի այդ խնդիրը բարթացնելու ու մի խոսքով, չգիտեմ։ Բարթացնել ասեցիք, Չարենցավանի դատարանում խայտարակ ծեծկրտուկ է այսօր տեղի Այո, կարդացի։ Ծեծկրտուկ դատավարության ժամանակ տուժած կողմը եւ մեղադրվող կողմը հարվածներ են հասրել միմյանց, 13 հոգի ձերբակալվել է, դատարանի գույքն ու տեխնիկան են կոտրել, նստարաններ ըստ տեղեկությունների ոմանք անգամ զինված են եղել, թե ոնց են զինված դանակներով, սառը զենքով, բանով մտել դատարան, այդտեղ մի հատ մատնահետք ես գնում լոսում տալիս, գոտիտ են վրայիցդ հանում կդերեք արտահայտության համար, էլի, ոնց կարելի է։ Ասեն դեն դատարան մտնելու չեն ստուգում, Փաստորեն չէ։ Մարդ իսկապես որ դանակ այնա զենք էլ գբերեն դատարան էլի նայած դատավորի որոշումը թե չէ ըստ օպերատիվ տեղեկությունների նրանց մեջ եղել են դանակով զինված մի շարք քաղաքացիներ, մի հոգի չէ։ Մի շարքը երևի 1-2-ից ավելն է հաստատ։ Ապրիլի 1-ին լարված իրավիճակ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում դատական նիստի ժամանակ ծեծկրտուկ է տեղի ունեցել ամբաստանյալների եւ տուժողի հարազատների միջև, կոտրվել են դատարանի գույքը, տեխնիկան, տուժել են դատական կարգավորիչները, որոնցից մի քանիսը մարմնական ծանր վնասվածքներ են ստացել։ Դատարանով, բանով, լավա դատավորին չեն ծեծել, էդ էլ կգա։ Դու եղել ես դատարանում ներսում։ Փառք Աստծո ոչ։ Ես չգիտեմ, այնտեղ ասենք այդ բաներ կան, չէ, զինվորներ կան, ապահով security բաներ կան, չէ, զենք ունեն, չունեն, ոնց է այդ ամեն ինչը։ Չգիտեմ։ Այստեղ մինչև դատարան մտնես, ասած նման գոտիկ տել, ռենտգեններ, էլ ինչերով ասես չես, հասարակ մի հատ պետական գրասենյակ ես գնում, էլի տենց բան են անում լրիվ։ Ինչու կասեմ նորմալ է, Որտեվ փորձ ունեն, հասկանում են, որ ինչ կարող է լինել մանավանդ դատարաններում։ Այստեղ Ռուսաստանի այցելության եւ Պուտինի հետ հանդիպման որոշ բաներ է հայտ գալիս։ Փաշինյանը ասել է, որ գիտենք Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոմիության անդամակցությունը անհամատեղելի են։ Դրա մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկման ժամանակ հաստատել է վարչապետը։ Ըստ Փաշինյանի Ռուսաստանի Դաշնության հետ երկաթուղային կապը
եւ Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով երկաթուղով ներմուծումը, իսկ ապագայում նաեւ արտահանումը ամրապնդում են մեր տնտեսական կապերը Եվրասիական տնտեսական միության հետ, եւ քանի դեռ այս օրակարգերը համատեղելու հնարավորություն կա, մենք դա կանենք, իսկ երբ գործընթացները զարգանան այն աստիճանի, որ անհրաժեշտ լինի որոշում ընդունել, վստահ եմ, որ մենք, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կընդունեն որոշում։ Հա, ժամանակ է շահում, ճիշտ է անում, հա։ Հələ մի քիչ էլ դիմանանք, ինչքան հնարավոր է դիմանանք տարբերակով, մինչև տեսնենք ինչ կլինի։ Բա ես համաձայն եմ այդ մոտեցման հետ, որտեվ չես կարող ասել, բայց պետք չէ, մենք դուրս են գալի, շատ խնդիրներ կան այնտեղ, շատ խնդիրներ կան։ Հա, ոչ էլ ասես, հա, լրիվ բան ենք անում, ինչքան հնարավոր է ձգում են։ Վեր ավարտվել է հանդիպումը, Ռաֆայել։ Ոնց հասկանում եմ, այո, կադրեր են ու մեծ ցույց է այն կեցավայրի դիմաց, որտեղ Փաշինյանն է, որտեղ պաստառներով բանով գնացել են, ու դա Մոսկվայում ընկերներ, Մոսկվայում, որտեղ ընդհանրապես ցույց այս բարդ իրավիճակում որևէ միտինգ չի կարող լինել, այդ մեմ կա մի հատ կինա, որ սենց սպիտակ թուղթ է պահում ձեռը, բան չկա վրան գրած, կալանավորում տանում են, այդ երկրում հանկարծ արտոնյալ ցույց է, ոստիկաններ չկան։ Պատկերացրեք ոնց է դա կազմակերպված, ռեժիսուրայով, սցենարով, դերակատարներով, ամեն ինչով, թատրոն մի հատ։ Չեք ամաչում, դուք չեք ամաչում, արա, դուք չեք։ Այդտեղ էր որ նկարը Փաշինյանի վառեցին, կարծեմ հենց այդ այո, նկարն էլ վառեցին։ Վառելեք։ Okay։ Նոր մանրամասներ է Չարենցավային դեպքից ու ամփոփենք հաղորդումը։ Ուրեմն 13 հոգի էին ձերբակալել, հիմա 31 է դարել թիվը։ Այդ քանի մարդ անդեղ է որ 31-ին էլ ամբողջ ցեղով իրար վրա են հարցա։ Ճիշտ մի կաթիլ մեղր է Թումանյանի։ 31 անց խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է տեղափոխվել համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Ըստ պատկան մարմինների տեղեկության Չարենցավանի դատարանում խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր Թորան Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում տուժող եւ մեղադրյալ կողմերի միջև դաժան ծեծկրտուկ է սկսել։ Դրա հետևանքով վիրավորվել են դատական կարգավորիչներն էլ, կարգավորիչներից մեկի գլխի հատվածում լուրջ վնասվածք կա։ Այս զարգանալու է այս թեման հաստատ։ Okay, ունենք ավելացնելու բան, ունեք որևէ update, թե թողնենք մյուսին։ Անջատվեց Դերենիկի կապնել, Դերենիկի հետ ասենք ուրեմն Դերենիկի տեսություն ճիշտ ժամանակին անջատվեց, ոչինչ։ Դե բարեկամներ, ենթադրությունները թողնում եմ ձեզ, մեր բազմաչարչար լրահոսը թերևս այսքանով ավարտված է։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը, կշարունակենք մեր քննարկումը իշահ Հայաստանի Հանրապետության։